Մենք լսում ենք չասվածը, տեսնում անտեսանելին։ Այսօր խոսելու ենք Կակուձո Օկակուրայի կնիգը չայագործի 4-րդ ու 5-րդ գլուխների մասին, գլուխների անվանումները նկարագրության բաժնում գտնվում։ Ինչ է թեյի արարողությունը։ Իհարկե, սա պարզապես թեյ խմելը չէ։ Այս արարողության ժամանակ դու հանդիպում ես քո հոգու հետ։ 4-րդ գլխում Օկակուրան նկարագրում է այդ սենյակը, թեյի սենյակը, սուկյան։ Այն երևակայությունների բնակարան կարծես լինի, դատարկության բնակարան, բայց դատարկությունը ոչ թե ինչ որ բանի պակասն է, այլ ավելի շատ ներուժ է, քան դատարկություն։ Օկակուրան ասում է, որ իրական գեղեցկությունը հասանելի է միայն նրան, ով կկարողանա մտովի ավարտին հասցնել անավարտը։ Հիմա մի օրինակ բերեմ։ Վարպետը տեսնելով, թե ինչպես է որդին կատարյալ մաքրել այգին, պարզապես թափահարում է ծառը։ Ոսկեգույն ու բոսորագույն տերևները թափվում են գետնին։ Ու վարպետը պահանջում էր, որ ոչ միայն մաքրություն լինի, այլ նաև բնական գեղեցկություն լինի։ Իսկ 5-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք Լյումենի քնարի լեգենդը։ Մեծ երաժիշտ Պեյունը հաղթում է, որովհետև չի երգում իր մասին։ Նա թույլ է տալիս, որ քնարն ընտրի իր թեման։ Մյուսները երգում էին ու պարտվում էին, որովհետև երգում էին իրենց մասին։ Իրական արվեստը սկսվում է այնտեղ, որտեղ վերանում է եսը։ Նկարչի մոտ միշտ ինչ-որ բան կա առաջարկելու, իսկ մենք սոված ենք մնում, որովհետև մեր մեջ ընկալելու ունակությունը բացակայում է։ Օկակուրան ասում է, որ մենք ավիրում ենք արվեստը, ավիրում ենք գեղեցիկը մեր առօրյա կյանքում։ Մեզ պետք է ինչ-որ թանկ բան, ոչ թե նրբագեղ, այլ մոդայիկ, ոչ թե գեղեցիկ, այլ մի բան, որը բոլորն են հավանում։ Մարդիկ նկարը գնահատում են ոչ թե աչքերով, այլ ականջներով։ 5 գործերում մենք զգում ենք մարդկային սրտի ջերմությունը, նորերի մեջ հանդիպում ենք ընդհանրապես ձևական ողջույն։ Իսկ թեյի սենյակում ժամանակը կանգ է առնում։ Ոչինչ չէր խախտում լռությունը բացի թուջետ հեյնիկի ձայնից։ Այն երգում էր այնպես, ինչպես սարերում սոճիների խշշոցն է լինում։ Արվեստը, ինչպես թեյը, չի հանդուրժում շտապողականություն։ Այն պահանջում է ներկա լինել այստեղ, հիմա։ Գուցե սա է իրական իմաստությունը՝ սովորել լսել չասվածը, տեսնել անտեսանելին և մեկ բաժակ թեյի մեջ գտնել ողջ տիեզերքը։